Ողջույն։ Ծուռ թատրոնի փոքրիկ արտիստները որոշել են իրենց ամառային արձակուրդների ժամանակ Սևծովի ափին իրենց ծուռ կինոն նկարանեն։ Ավելի պարզ, պետք է նկարանեն ռիլեր և փոքրիկ տեսանյութեր ծուռ թատրոնի յութուբյան էջի համար։ Հիմա սցենարն են կարդում, քննարկում առավոտյան նկարանումների համար։ Ես համաձայն չեմ, ընդդիմանում է Թաթուլը։ Այո, սցենարում բախում չկա, ավելացնում է Արարատը։ Ավագները ռեժիսոր Սամվելը, սցենարիստ Ավետ Ավետիսյանը և ռեժիսորի օգնական Էլենը պնդում են, որ սցենարը փոփոխման ենթակա չէ և առավոտյան կսկսեն նկարանումները։ Ավագները որոշեցին, բարի գիշեր մաղթեցին բոլորին և գնացին քնելու։ Թաթուլի մոտ միտք է ծագում, թե ինչպես այդ սցենարը փոխել, այն դարձնել ծիծաղելի և հետաքրքիր։ Նրանք որոշեցին սցենարից դուրս նոր բացասական ու չարաճճի կերպարներ ստեղծել և փոխել սցենարը իմպրովիզացիայի շնորհիվ։ Առավոտյան բոլորը պատրաստ են ծուռ խոհանոց վերնագրով տեսանյութը նկարանել։ Ռեժիսորը մտորումների մեջ է, սցենարիստը փոքրիկ խոհարարներին տեսարանն է բացատրում։ Ահա և մեր ծուռ կինոյի չար կերպարները։ Տեսնես ինչ են մտածել։ Գործես թե գուշակում եմ, թե ինչպես են ուզում նկարանումը տապալել։ Այ քեզ չարաճճիներ։ Խոհարարները պատրաստ են։ Ռեժիսորը մեկնարկում է մատոր։ Նկարանումները սկսված է։ Տեսարան առաջին, դուբլ առաջին։ Եկեք ծուռ խոհանոց էջի փոքրիկ խոհարարների հետ ծանոթանանք, ովքեր որոշել են ամառային համեղ աղցան պատրաստել։ Սա Մարին է։ Նրան են վստահել կտրատել վարունգները։ Իսկ շեֆ խոհարար Հասմիկը պետք է լոլիկները կտրատի և վերջում ափսեի մեջ ձևավորի աղցանը։ Բուլղարական քաղցր պղպեղը բաժին է ընկել Լենային։ Շատ զգուշությամբ կտրատեցին ամեն ինչ և պետք է հիմա այն խառնել իրար։ Ես ասացի, բանջարեղենը խառնեք իրար, ոչ թե խառնվեք իրար։ Ես գիտեմ, թե ինչ է կատարվում։ Սա փոքրիկ ավազակների ծրագրերից մեկն է։ Եկեք ես չմեկնաբանեմ, այլ ուղղակի հետևենք, տեսնենք ինչ է լինելու վերջում։ Նրանք իրենց չար գործը կատարեցին և հեռացան։ Նկարանումները շարունակվում են, մատոր, տեսարան երկրորդ, դուբլ առաջին։ Նրանք բուլղարական քաղցր պղպեղը փոխեցին շատ կծուր պղպեղով։ Վտանգավորն այն է, որ խցիկի առջև բոլորը պետք է համտեսեն աղցանը և գնահատական տան։ Եվ ահա պատրաստ է մեր ամառային աղցանը։ Հրավիրում ենք համտեսելու ծուռ խոհանոցի սցենարիստին և ռեժիսորի օգնականին։ Եթե նրանք իմանային, թե ինչ է գալու իրենց գլխին, այդքան չէին ուրախանա։ Նաստարդ, ուշադրություն, գնացինք։ 3 վայրկյանից ծուռ խոհանոցը կդառնա կծու խոհանոց։ Հաշվում ենք 1, 2, 3։ Ահա այսպիսի կծու վերջաբան ունեցավ ծուռ խոհանոցը։ Ես կասեի կծուռ խոհանոցը։ Տեսնես այս ծովայինները էլ ինչ չար ծրագիր են գծել հաջորդ նկարանման համար։ Ծանոթացեք, մեր ծուռ թատրոնի քչախոս, լռության սիմֆոնիայի մեծ վարպետներ, ձկնորսներ, Արտակն ու Արմանը։ Ձուկ որսալու համար կատարյալ լռություն է պետք, այլապես ձկները կփախչեն։ Ռեժիսորը պատրաստ է։ Մատոր, կամաց, ձկները կփախչեն։ Մատոր, ձկնորսներ, տեսարան երկրորդ, դուբլ առաջին։ Նորից նրանք։
Տես ինչ են ուզում անել։ Առաջին դուբլը չստացվեց։ Մատոր, տեսարան երկրորդ, դուբլ երկրորդ։ Ախ, թփերի ետևից լսվում է տակնի ձայնը։ Այ քեզ ձայնային տերոր։ Աֆ։ Ծանոթացեք, մեր պարուհիներն են, Ասյան և Արմինեն։ Քանի որ նրանք ազգային պարեր լավ են պարում, ավակները որոշել են պարային ռիլ նկարանել ծուռ թատրոն ինստագրամյան էջի համար։ Բայց ուր է ձայնարկիչի հեռակառավարման վահանակ։ Էլի նրանք այս անգամ հեռակառավարման վահանակն են թռցրել։ Պարուհիները պատրաստ են։ Մատոր, տեսարան երրորդ, դուբլ մեկ։ Երաժշտություն, սկսեցինք։ Հազար նազով յար, հովերի հետ ետ, ծաղիկ փնջելով, սարվորի հետ ետ, ծաղիկ փնջելով, սարվորի հետ ետ։ Ստոպ, բրավում է ռեյսոն։ Մատոր, տեսարան երրորդ, դուբլ երկու։ Սարի սիրույա, սարի մեխակ բեր, աղջե ինչ մեխակ, սիրո կրակ բեր, սարի սիրույա, սարի մեխակ բեր, աղջե ինչ մեխակ, սիրո կրակ բեր։ Ստոպ, այս ինչ է կատարվում։ Ինձ շատ հետաքրքիր է իմանալ, թե հիմա ինչ է շշնջում սցենարիստը ռեժիսորի ականջին։ Ափսոս չի լսում։ Սպասենք գործողության ավարտին կիմանանք։ Տեսարան երրորդ, դուբլ երեք։ Ինչ մեխակ, սիրո կրակ բեր, սարի սիրույա, սարի մեխակ բեր, աղջե ինչ մեխակ, սիրո կրակ բեր։ Կնզի, յարը սասացը գնա սարը, սնզի, բացի սարը, ոտս է կպապ, կնզի, ախիմը փոքրիկ է տոտիկեներին հարկավոր է, գոշի։ Տոտիկեներին հարկավոր է, գոշի, որիմը փոքրիկ է տոտիկեները ինչ մտի, գոշի։ Կարծես թե այս տեսահոլովակի լուծման միակ ձևը սա էր, և պար, և հումոր, կամ ասած տաշի, ուշի։ Ծուռ կինոյի նպատակներից մեկը նաև այն է, որ իրենց լոլի բոբի հեքիաթը ներկայացման կախարդների երգը նկարահանեն իբրև տեսահոլովակ և ներկայացնեն յութուբյան էջով։ Էլենն ու Նարինեն կախարդների կերպարներով պատրաստ են։ Կախարդների երգի, տեսահոլովակի նկարանումները սկսված են։ Մատոր, տեսարան առաջին, դուբլ առաջին։ Զվիլիմիգու, հա, մանուշիկին թոխաշոտի, զվիլիմիգու, թոխաշոտի և թոխոտի, զվիլիմիգու, թոխաշոտի և թոխոտի։ Նորից այս փոքրիկ ավազակները, պարզ է, որ քիչ հետո մի զավեշ տեղի կունենան։ Սագոց է չար, ծիլի բոմբոմ, հա, մեր ծավինել կանենք մենք ճար, ծիլի բոմբոմ, հու, մեր ծավինել կանենք մենք ճար, ծիլի բոմբոմ,
Ճակատներ մենք ելինենք, ծիլի բոմբոմ, ծիլի բոմբոմ, ճակատներ մենք ելինենք, ծիլի բոմբոմ, ծիլի բոմբոմ։ Ստոպ, բրավում է ռեժիսորը։ Իբրև հումորային տեսահոլովակ, այս տարբերակը ավելի հետաքրքիր ստացվեց։ Այն կանվանենք հոգնած կախարդներ։ Նկարանումները ավարտված են։ Կախարդները ուժասպառ, տղաները գոհ իրենց չարությունից։ Հեռադիտակի հորիզոնում հայտնվեցին ծուր թատրոնի բլոգերներ Լիլին և Միլենա։ Նրանք իրենց նորաձև ծովափնյա հագուստները պետք է ներկայացնեն իրենց հետևորդներին։ Նախապատրաստական աշխատանքները սկսված են։ Էլի ինչ-որ խանգարելու ծրագիր են մշակել։ Ինչ ողբերգություն, նրանց հագուստները անհետացել են։ Իսկ ով չէր լացի նրանց փոխարեն։ 40,000 և ավելի հետևորդների խոստացել են կրեատիվ նորաձևության մասին ռիլեր տեղադրել։ Այ։ Այս ինչ նամակ եկավ։ Օ, Թաթուլից է։ Տեսանյութ է ուղարկել։ Շատ ծիծաղելի տեսանյութ է։ Այն կարող է դառնալ հետևորդներին խոստացած կրեատիվ նորաձևության մասին ռիլ։ Միայն թե պետք է դնել story edge-ում։ Շատ ծիծաղելի ռիլ է ստացվել։ Հազարավոր դիտումների արժանանում հենց այս պահին։ Ապրեք տղաներ, դուք ձեր գործը լավ կատարեցիք։ Վերջ, ծուր կինոյի նկարանումները բարեհաջող ավարտվեցին։ Այ հիմա լուսանկարչուհի փոքրիկ Մարին ծուր թատրոնի արտիստներին հրավիրում է խմբակային լուսանկարահանման։ Իբրև լավ հիշողություններ այս տարվա ծովափնյա ամառային արձակուրդներից։ Տեսեք, գլխավոր չարաճճիներն էլ միացան։ Ուշադրություն, նկարում եմ։ Թիթերը թրավ։ Ծուր կինոն ավարտվեց զվարճալի ծուր վերջաբանով։ Սա այն լուսանկարն է, որ տարիներ հետո քեզ լավ հիշողությունների ժպիտ կպարգևի։